Հարգելի հեռուստատողներ, այսօր հեռանկարի հյուրն է Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը, բարև ձեզ Խաչատրյան, շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ։ Սկզբում երևի խոսենք քաղաքականությունից, հետո քաղաքից, եթե դեմ չեք։ Վերջին շրջանում տարբեր հարցազրույցների ժամանակ կամ տարբեր ելույթներում միշտ վստահաբար նշել եք, որ 2026-ի ընտրություններում ԿՊ-ն հաղթելու է։ Որտեղից է այդ վստահությունը։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Այդ վստահությունը առաջացել է ինձ մոտ եւ մեր քաղաքական թիմի մոտ մեր քաղաքացիների հետ համապետական մակարդակում տարբեր շփումների արդյունքում եւ արդեն մենք ունենք տարբեր հաջողություններ գրանցած, թե օգոստոսի 8-ի ամենակարևոր փաստաթուղթը, որը խաղաղություն է բերել Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանին, որը ամենաառանցքային ու ամենակարևորագույնն ենք մենք համարում եւ մեր ժողովուրդը համարում, որովհետեւ այդպես են նրանք արձանագրում նրանց այդ շփումներում, որը խաղաղությունը ամենակարևորն է այսօր Հայաստանի Հանրապետության համար եւ նրա կայուն զարգացման համար։ Իսկ հաջորդ բարեփոխումները մենք ունենք այսօր վերջին օրերին վարչապետը հայտարարեց, որ ապրիլի 1-ից կբարձրանան թոշակները, թոշակառուների թոշակները կբարձրանան եւ եթե մենք համեմատական անցկացնենք 8 տարի առաջ, երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եկավ իշխանության Հայաստանի Հանրապետությունում, նվազագույն թոշակը կազմում էր 16000 դրամ։ Իսկ այսօր բարձրացման շնորհիվ վարչապետը նշեց, որ ամենացածր, ամենանվազագույն թոշակը կբարձրանա 10000 դրամով, իսկ դրանից բարձր արդեն համապատասխանաբար կբարձրանան արդեն ավելի քիչ, քանի որ ավելի բարձր են թոշակները մյուսները 46000 դրամ կազմի, այսինքն այս բարձրացման հետևանքով կամ պատճառով արդեն թոշակները չհաշված արդեն հետվճարը 20%-ը այո, դա կազմի մոտ 55200 դրամ, որը ուղղակի շատ մեծ աճ է մեր թոշակառուների համար եւ այսօր մեր տարբեր ընդդիմախոսներ ասում են, որ կգան նրանք իշխանության ձայն են հայցում եւ խնդրում մեր ժողովրդից եւ կբարձրացնեն թոշակները, բայց մենք 8 տարում բարձրացրել ենք թոշակները էականորեն ամեն տարի կամ մի քանի տարին մեկ անգամ արդեն տարբեր չափերով եւ այսօր մենք եկել ենք եւ հասել ենք մոտ 55200 դրամ նվազագույն թոշակառուները կստանան այդքան գումար։ Մենք ունենք արդեն դպրոցների եւ մանկապարտեզների հետ կապված շատ մեծ աճ։ Դուք տեղյակ եք, որ մեր կառավարությունը իր 2021 թվականի ծրագրում ուներ կետ, որով մենք պետք է կառուցենք ամբողջ հանրապետությունում 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ։ Եվ ես ուրախությամբ ցանկանում եմ արձանագրել, որ այս ծրագիրը նույնպես մոտ է իր ավարտին եւ մենք ունենք մարզերում եւ Երևանում արդեն էականորեն ավարտված եւ բացված կամ վերաբացված մանկապարտեզներ եւ դպրոցներ, որոնք որ չեն հասցրել այս փուլում բացվել կամ վերաբացվել, առաջիկայում վստահաբար նույնպես կբացվեն։ Մեր հաղորդման ընթացքում ես կլինեմ ձեր ընդդիմախոսը, հիմա տեսեք, նշում եք, որ ամենաառաջնային, ամենակարևորագույնը իհարկե խաղաղությունն է, այսինքն առաջնային խաղաղության օրակարգ է։ Ընդդիմությունը ինչ է ասում, որ ներկայիս իշխանությունները, ներկայիս վարչակարգը ԿՊ-ն ամենակիչը իրավունք ունի խոսելու խաղաղության մասին, որովհետև 2020 թվականի պատերազմը եղել է ԿՊ-ի օրոք, 2021-ի տարածքային զիջումները Սև լճի հատվածում եւ այլն եղել են ԿՊ-ի օրոք, 2022 թվականի իրադարձությունները ջերմուկի հետ կապված դարձյալ որոշակի տարածքային զիջումները հաշվի առնելով դարձյալ եղել են ԿՊ-ի օրոք, 2023 թվականի իրադարձությունները նաեւ հետագայում Արցախի անկումը դարձյալ եղել է ԿՊ-ի օրոք։ Բոլոր այդ ժամանակագրորեն հերթով թվարկած բոլոր իրադարձությունները եղել են այն ժամանակահատվածում, երբ ԿՊ-ն եղել է իշխանություն։ Տեսեք, այս թեզերին ես ԿՊ-ն խոսում է խաղաղության մասին։ Այս թեզերին ես կպատասխանեմ շատ առարկայական, ինչի համար, որովհետև պետք է հասկանանք ինչ է եղել առհասարակ։ Մենք 2020 թվականի պատերազմի ժամանակ, մինչև 2022 թվականը, մինչև 2000 իրենց իշխանության ժամանակ, երբ իրենք եղել են իշխանության, ինչ վիճակի է եղել առաջնագիծը Հայաստանի Հանրապետությունում։
բոլորը տեղյակ են, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեղյակ է, թե ինչպես է կոնսերվաների բանկաներով կահավորված եղել առաջնագիծը։ Իսկ այսօր մենք ունենք ամրացված այնպիսի շրջաններ, որ ցանկացած քաղաքացի կարող է ցանկության դեպքում դիմել կառավարությանը, վարչապետը հայտնել է, որ խմբերի ձևավորման միջոցով կգնան արդեն տեղում կծանոթանան, տարբեր խմբերին կծանոթացնեն ամրացված շրջանների եւ այդտեղ կատարված աշխատանքների, որոնք տարբեր են եւ այսօր բազմազան եւ այնպիսի մենք ամրացված շրջան ունենք, որ եթե մենք ունենայինք այդ ամենը մինչև 2018 թվականը, մինչև 2020 թվականը, ես վստահաբար ասում եմ, որ կունենայինք առնվազն ավելի քիչ զոհեր եւ առնվազն ավելի ուրիշ արդյունքներ, որովհետեւ չի կարող 2020 թվականի 21-րդ դարում ամրացված շրջանները սահմանապետական լինի ուղղակի կոնսերվայի բանկաներով կամ ուղղակի չլինի ոչինչ ու թե ինչ է եղել իրենց կառավարման ժամանակահատվածում ու թե ինչ է հիմա, ուղղակի ցանկացած քաղաքացի, նորից եմ ասում, կարող է գնալ եւ տեսնել, թե ամրացված շրջաններում Պաշտպանության նախարարը մոտ 1 ամիս առաջ հրապարակեց, թե ինչ է կատարվում եւ ինչպիսի արդյունքներ մենք ունենք։ Իսկ ինչ վերաբերում է իրենց խոսույթին, թե 2020 թվականին ԿՊ-ի օրոք եղավ պատերազմը, դրանից հետո արդեն տարբեր դրվագներով նույնպես նրանք ասում են ԿՊ-ի օրոք եւ ես ասում եմ, մենք պետք է հասկանանք, թե մինչեւ այդ ինչ դիվանագիտություն է վարվել Հայաստանի Հանրապետության կողմից եւ ով է վարել այդ դիվանագիտությունը եւ մենք ունենք տարբեր փաստագրված տվյալներ, թե ինչպիսի աղետալի դիվանագիտական փորձեր են արվել եւ դիվանագիտությունը կատարվել։ Ամենայն դեպս այդ բաղացոների բանկաներով, չգիտեմ, թալանելով բանակը, տնտեսությունը, երկիրը, ասում են մարդիկ կարող են երկիրը զերծ պահել պատերազմից։ Պատերազմից հնարավոր էր զերծ պահել երկիրը զարգացնելու ճանապարհը ընտրելով, այլ ոչ թե իրենց սեփական տները կամ իրենց բիզնեսները ծաղկեցնելով։ Դրա մասին գիտի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի։ Իսկ այսօր Հայաստանի Հանրապետության խաղաղությունը բերել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր կառավարման օրոք եւ այսօր Հայաստանի Հանրապետությունը զարգանում է, Հայաստանի Հանրապետության մարզերը զարգանում են, Երևան քաղաքը զարգանում է եւ մենք առաջիկայում ունենալու ենք այնպիսի ցուցանիշներ եւ արդեն ունենք այնպիսի տնտեսական ցուցանիշներ, որ ուղղակի աննախադեպ են Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում։ Եվ դրա ամենաառանցքային կետը դա խաղաղությունն է, այո, որովհետեւ եթե չկա խաղաղություն, չկա ներդրումներ, չկա զարգացում, չկա տնտեսական աճ, չկա ոչինչ ուղղակի, ինչպես եղել է տարիներ շարունակ։ Ասում եք իրենք եղել են իշխանության, բայց չի եղել պատերազմ, բայց 30 տարի չի եղել մի ամիս կամ մի շաբաթ, որ զոհ չլինի սահմանին։ Հասկանալի։ Խոսեցիք նաև կենսաթոշակների բարձրացումից 10,000 դրամ։ Ինչու այսպես մեկից, այդպիսի մեծ թիվ եւ մենք որովհետեւ հիշում ենք, թե շատ երկար ժամանակ ուղակի կենսաթոշակի բարձրացում տեղի չունեցել եւ շատ հաճախ նախարարները, որոնք հերթով փոխում էին մեկը մյուսին, նշում էին, որ այդ հետ վճարի համակարգի կիրառումը սա ինչ որտեղ ինչ որ իմաստով եւս բարձրացում է, բայց ես օրինակ այդպես չեմ համարում։ Շատ երկար ժամանակ մենք չենք ունեցել կենսաթոշակի բարձրացում, հիմա ընտրությունների շեմին ունենք միանգամից 10,000 դրամի բարձրացում։ Նախ ցանկանում եմ արձանագրել եւ այստեղ պատասխանատու կերպով ասել, որ ընտրությունները այդքան որ արծացվում են, ընդհանրապես կապ չունի այս թոշակների բարձրացման հետ, որովհետեւ եթե կապ չունի, ինչու է համընկնում այս ժամանակաշրջանը թվականին կարելի էր 2 տարի առաջ մի փոքր բարձրացնել, 4 տարի առաջ մի փոքր բարձրացնել։ Բարձրացվել է, այսինքն թոշակները։ Մենք 2021 թվականին նոր նշեցի, ես 2018 թվականին, երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եկել է իշխանության Հայաստանի Հանրապետությունում, եղել է թոշակները 16000 դրամ։ Փուլ առ փուլ բարձրացել են եւ եկել են հասել են այսօր 36 նվազագույնի մասին եմ ես ասում 36000 դրամ, իսկ 2021 թվականի մեր նախընտրական ծրագրում եղել է կետ, որտեղ որ նշված է եղել, որ այն ինչ որ հիմա կատարվում է եւ արդեն կյանքի է կոչվել, ապրիլի 1-ից կյանքի կկոչվի, դա ուղղակի գրված եղավ մեր նախընտրական ունեի, որ վերջի տարիների ընթացքում ուղղակի կենսաթոշակի բարձրացում նախընտրական ծրագիրը վերաբերվում է մի ամբողջ 5 տարվա։ Այսինքն երբ որ քաղաքական ուժը հանդես է գալիս ընտրությունների նախընտրական ծրագրով եւ խոսում է քաղաքացիների հետ իր նախընտրական ծրագրից բխող կետերից,
այդ ծրագիրը վերաբերվում է առաջիկա 5 տարիներին, երբ որ նա գա իշխանության, ինչ կփոխի այդ 5 տարվա ընթացքում։ Իսկ մեր ընտրություններին դեռ կան ամիսներ, իսկ մեր նախընտրական ծրագիրը դեռ շարունակվում է կյանքի կոչվել։ Այսինքն մենք մեր նախընտրական ծրագրում նշել ենք շատ կետեր եւ մենք այսօր պարզ ճակատով կարող ենք գնալ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, թե մեր համայնքներ, թե Երևան քաղաք եւ խոսել մեր ծրագրից, որովհետեւ Ես հասկանում եմ, խնդիրը այն է, որ 5 տարիների ընթացքում աստիճանական բարձրացում եղավ այդ ձեր նշած ժամանակահատվածի ամենավերջում եւ միանգամից շատ մեծ չափով։ 5 տարիների ընթացքում աստիճանական շատ բարձրացումներ, շատ փոփոխություններ եղան, որը ես կարող եմ առանձնացնել, որոնցից ես կարող եմ առանձնացնել, դա առողջապահական ապահովագրում է, որը նույնպես վերաբերում է մեր թոշակառուներին, որ այսօր կրկին նշեմ մեր ընդդիմախոսները որոշ, որ ասում են մենք գանք իշխանության եւ որոշ դեղահաբերի անուններ են օգտագործում, որ այս դեղահաբերը Վրաստանում արժե X գումար, իսկ Հայաստանում արժե ավելի թանկ, մենք մեր իշխանության գալու դեպքում մենք դա կվաճառենք ավելի էժան, բայց մենք հիմա առողջապահական ապահովագրում ունենք, որ այդ նույն դեղահաբերը անվճար ուղղակի հատկացվում են մեր թոշակառուներին։ Իդեպ նույն վստահությամբ եւ մենք ունենք առողջապահական ապահովագրման մեջ այնպիսի վիրահատական միջոցներ, այնպիսի բուժծառայություններ, որոնք ուղղակի միլիոնների հետ են կապված եւ շատ ավելի ծրագիր 3 եւ 4 միլիոն արժողությամբ վիրահատություններ, տարբեր բուժծառայություններ, այսօր նույն թոշակառուներին մենք կարողանում ենք ապահովենք։ Այսինքն այդ թոշակներին գալուց, որ միջև թոշակների բարձրացնեն, այնտեղ շատ կարևոր աշխատանքներ են կարվել նույն թոշակառուների ուղղությամբ։ Չի քննարկվում, որ դա վատ ծրագիր է, իրականում դա մեծ օգուտ է տվել, ես լիովին համաձայն եմ, բայց դարձյալ կարելի է վիճարկել, թե ինչու համընկավ այդ ամենը դարձյալ նախընտրական ինչ-որ շրջան է։ Բայց ես ուրիշ բան եմ ձեզ հարցնել, թե նույն վստահությամբ ընդդիմությունը կամ ընդդիմադիր դաշտի որոշ քաղաքական ուժեր պնդում են, որ իրենք են հաղթելու 2026-ի ընտրություններին։ Գուցե ավելի վստահ, քան դուք եք ասում։ Դե եթե իրենց նայենք, մենք ունեցել ենք մի քանի ամիս առաջ թեզեր են առաջարկում, ծրագրեր են առաջարկում։ Ես ասեցի իրենց թեզերը, իրենք մի թեզ էլ անդրադառնամ, եթե թեզեր եք նշում։ Իրենց համակարգող այսօր շուրջ որ փորձում են համախմբվել, որ ուժի շուրջ փորձում են համախմբվել բոլոր նախկին ղեկավարները Հայաստանի Հանրապետության եւ նախկին օլիգարխիան, դրա ուժի համակարգող Նարեկ Կարապետյանը նշում է, որ իրենց իշխանության գալու դեպքում Հայաստանում կստեղծեն 300,000 աշխատատեղ։ Մինչ այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արդեն ստեղծել է 300,000 աշխատատեղ Հայաստանի Հանրապետությունում։ Խոսքում այդ մասին նաև աշխատանքի սոցիալական հարցերի նախարարն է նշել։ Այո, թեզ, որը ուղղակի կոտրվեց։ Նույն դեղահաբերի մասով, որը ուղղակի կոտրվեց։ Նույն դպրոց մանկապարտեզների մասին։ Այնինչ գալու են, անելու են, արդեն ԿՊ-ն արել է։ Դե փաստեր է ուղղակի։ Դա ես չեմ ասում, դա ասում է վիճակագրությունը, դա ասում է փաստերը, դա ասում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով իր մաշկի վրա զգացել է այս տարիների ընթացքում։ Հիմա տեսեք, այսպիսի լուրեր են շրջանառվում, թե հնարավոր է Ռուսաստանի հայերի ներուժը օգտագործեն եւ մեծ թվով հայեր տեղափոխվեն նախընտրական կամ հենց ընտրությունների շրջանում Հայաստան, քվեարկեն այդպիսով նաև ապահովեն հաղթանակը ընդդիմադիր ուժերին, նույնիսկ այսպիսի մի հաշվարկի հանդիպեցի, թե որպեսզի 100,000 հայ Ռուսաստանից տեղափոխվի Հայաստան եւ յուրաքանչյուրի վրա, ասենք $1,000 ծախսվի, դա կլինի մոտավորապես $100 միլիոն, ինչը շատ մեծ գումար չէ, եթե հաշվի առնեն, որ օրինակ Մոլդովայում Ռուսաստանը շատ ավելի մեծ գումարներ էր ծախսել։ Այսինքն դուք եք արձանագրում, որ կարող է ընտրակաշառքի փորձ արվի։ Ես շրջանառվող լուրերի մասին եմ նշում եւ շատ դրամաբանական ընթացք է սա, եթե տեղի ունենա։ Այդ ժողովուրդը, որոնք որ գտնվում են Սփյուռքում, կլինի Ռուսաստանի Դաշնությունում, կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կլինի Եվրոպայում, թե որտեղ, եթե Հայաստանի քաղաքացի են, դրանք մեր ժողովուրդն են։ Եվ իրենք ինչի մասին որ մենք զրուցում ենք հիմա, իրենք էլ այդ ամեն ինչը գիտեն։ Եթե իրենք վստահ են, որ այդ փորձը անելով իրենք կունենան դրական արդյունքներ, ես շատ խիստ կասկածում եմ։ Լավ, մեզ
տեսնում եմ ժամանակ չի մնում խոսել Երևանի խնդիրներից, որոնք են ամենակարևորը տրանսպորտը, հա, երևի խցանումները, որոնց մասին առասարակ ավելի շատ է խոսվում հավաքանու նիստերի ժամանակ, որոնք իդեպ շատ նման են ազգային ժողովի նիստերի։ Ես կցանկանամ մինչ տրանսպորտին անդրադառնալը, որի մասին շատ ենք խոսել, անդրադառնամ փոսերին Երևան քաղաքում եւ Երևանի փողոցներում գոյություն ունեցող եւ արդեն ժամանակ առ ժամանակ այս պահին նույնպես կատարվում են ամբողջ Երևան քաղաքում մեծածավալ փոսալցման աշխատանքներ։ Դա տրանսպորտի հետ կապ ունի։ Դժվարացնող տրանսպորտային համակարգի նկատի ունի շարժակազմի եւ այլ հարցերին անդրադառնալով, բայց այսօր նախ ինչից եղավ այս փոսերը Երևան քաղաքում։ Շատ ենք խոսել սրա մասին, Երևանի քաղաքապետն է խոսել, ավականու նիստին ենք խոսել, բայց ես կցանկանամ նույնպես անդրադառնալ այստեղ։ Այս տարի ծմրանը մենք ունեցանք տեղումների շատ մեծ ինտենսիվություն եւ տեղումների քանակը այս տարի մեծ էր սպասվածից։ Եվ բնականաբար օգտագործեցինք ավելի մեծ քանակի աղ եւ ավազով մշակման աշխատանքներ, որը այն փողոցները, որոնք որ հին ասֆալտապատում են, այլ ոչ թե նոր ասֆալտապատում են ավելի մաշվածության առումով ավելի մաշված էին, նրանք աղ ու ավազից ավելի վնասվեցին, հավելյալ տեխնիկայի միջամտությունից ավելի վնասվեցին եւ փոսերը այդ դեպքում ավելի շատացան եւ մենք ինչի համար ենք սպասում, որ եղանակները բարելավի, որովհետեւ եղանակային անբարենպաստ պայմանների անձրև թաց ձյուն հնարավոր չէր այս աշխատանքները իրականացնել եւ արդեն եղանակները քանի որ փետրվարի կեսից ավելի լավացան եւ հնարավոր եղավ աշխատանքներ իրականացնել, Երևանի քաղաքապետարանը սկսել է արդեն մեծածավալ աշխատանքները եւ առաջիկա օրերին վստահաբար մենք կունենանք արդեն ավելի հարմար ճանապարհներ եւ չենք ունենա փոսեր։ Տրանսպորտային խցանումները չեն վերանում Երևանում։ Դուք նշել եք, որ մոնիտորինգի ինչ որ համակարգ է ներդրվելու, ինչ դա կտա։ Տեսեք, մենք ստեղծել ենք ուրեմն տրանսպորտի մոնիտորինգի կենտրոն Երևանի քաղաքապետարանում, որը պետք է մոնիտորինգ իրականացնի եւ ընդհանուր առմամբ հասկանա խնդիրները Երևան քաղաքի եւ պատճառները, որ մենք գնանք արդեն քայլ առ քայլ դրանց լուսման հետևից, բայց մենք առաջարկել ենք եւ մենք խոսել ենք, որ Երևան քաղաքին պետք են խելացի լուսացույցներ, որոնցով կարգավորվի երթևեկությունը եւ մենք ունենանք ավելի ճիշտ կառավարվող ինքնաշխատ արհեստական բանականությամբ կլինեն լուսացույցներ, որոնք որ ավելի ինքնաշխատ կազմակերպեն երթևեկությունը եւ որտեղ որ խցանում կլինի, այդտեղ արդեն ինքնաշխատ կարգավորվի։ Եվ մենք ունենք նաև տրանսպորտի առանձնացված գծերի մասին, ինչպես գիտեք, արդեն քաղաքում տեսնում եք ծրագիր, որը իրականացվում է, կան պիլոտային ծրագրեր, որոնք որ մենք փորձնական օգտագործում ենք, տեսնում ենք, եթե չի արդարացնում տվյալ փողոցում կամ պողոտայում, մենք հանում ենք այդ ավտոբուսային առանձնացված գծերը եւ արդեն տեղափոխում ենք այնտեղ, որտեղ որ կարդարացնի եւ իհարկե պետք է նաեւ մարդկանց մեքենաներից տեղափոխել տրանսպորտային միջոցով։ Այո, իհարկե պետք է ընդգծել, դա հոգեբանական խնդիր է, մարդիկ իրենց մեքենաները թողած հաստատ չեն գնա տրանսպորտ։ Իհարկե պետք է ընդգծել, որ Երևան քաղաքում մեքենաները օր-օրի շատանում են եւ ավելանում են, որը ուղղակի տարբեր միջամտությունների արդյունքում պետք է որ հաշիվներա որ մարզերում, հեռավոր գյուղերում են այդ մեքենաները քչանում։ Իսկ ինչ վերաբերում է արդեն տրանսպորտային համակարգ անցմանը, այսինքն սեփական մեքենաներից, մենք այսօր փառք ունենք այնպիսի տրանսպորտային համակարգ, իհարկե դեռ ունենք աճելու տեղ եւ զարգանալու տեղ, որ իհարկե անհամեմատելի է տարիներ առաջ գոյություն ունեցող գազելների մեքենա ունեցող երբեք տրանսպորտով չի գնա աշխատանքի։ Առանձնացված գծերը երբ որ արդեն կաշխատեն ամբողջական եւ խցանման մեջ չի հայտնվի ավտոբուսի աշխատանքի։ Ես օգտվում եմ թե հանրային տրանսպորտից, թե տարբեր միջոցներից, անգամ հեծանիվից։ Բայց իհարկե պետք է հեծանիվ ասեցի, ես առիթից օգտվելով եւ առողջ ապրելակերպը խրախուսելով մեր քաղաքացիներին խնդրեմ կհորդորեմ, որպեսզի իրենք էլ օգտվեն ավելի հեշտ տեղաշարժման միջոցներից, այս դեպքում հեծանիվը կամ տարբեր ինքնագլորները, որոնք որ արդեն կունենան հարմարացված երթևեկության
հնարավորություն, բայց պետք է մենք բարելավենք մեր տրանսպորտային համակարգը, որովհետև դուք տեղյակ եք, որ մենք պետք է ձեռք բերենք 250 18 մետրանոց ավտոբուսներ, որը կամբողջացնի WIG ու մեր համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի այս ծրագիրը եւ մենք ունենանք արդեն ամբողջական տրանսպորտային համակարգ ավտոբուսների մասով։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, այսքան հարգելի հեռուստատողներ, մեր հյուրն էր Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը։